Հնդկական բանակն անցած գիշեր հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները։ Այս մասին ասվում է երկրի զինված ուժերի հրապարակած հայտարարության մեջ։ 2025 թվականի մայիսի 8-ի լույսինի գիշերը Պակիստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերի եւ այլ զինատեսակների միջոցով արևմտյան սահմանի ողջ երկայնքով։ Պակիստանի ուժերը նաեւ դիմել են հրադադարի բազմաթիվ խախտումների Ջամու եւ Քաշմիր հսկողության գծի երկայնքով։ Հնդկական բանակը հավատարիմ է մնում երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը, բոլորնենք նախագծերը կքննարկվեն վճռականորեն, ասվում է հայտարարության մեջ։ Անցած գիշեր պայթյունների, երկնքում արկայծումների եւ ազդանշանների մասին հաղորդումներ են ստացվել Պակիստանի հետ սահմանին գտնվող Հնդկաստանի տարբեր շրջաններից։ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ձգտելու է հասնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, եւ բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի։ Ես ուզում եմ, որ դա դադարեցվի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես։ Որպես նախագահ ես կաշխատեմ եվրոպացիների հետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար եւ դա կլինի խաղաղություն։ Այս զինադադարն ի վերջո պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի։ Այս ամենը կարելի է անել շատ արագ եւ ես ցանկացած պահի պատրաստ կլինեմ, եթե իմ ծառայությունները պահանջվեն, նշել է պետության ղեկավարը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին առաջարկել է համագործակցել միջազգային ասպարեզում առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միշտ եղել են նույն նավակում եւ աջակցել են միմյանց, եւ երկու երկրների բարեկամությունն անկախտելի է։ Ասվում է Կրեմլում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել սերտ կապեր պահպանել Սի Ցզինպինի հետ, ռազմավարական ուղղորդում տրամադրել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ միջազգային բարդ իրավիճակի համատեքստում մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։ Նա նաեւ կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության խորացմանը, ապահովելով Մոսկվայի եւ Պեկինի ընդհանուր շահերը, հաստատելով աշխարհի զարգացումը արդարության, ժողովրդավարության եւ բազմաբևեռության ուղղությամբ խթանելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում նախատեսված չէ, սակայն կողմերի միջև շատ լավ բանակցություններ են ընթանում։ Հարցը, թե արդյոք հավանականություն կա, որ Թրամփը կհանդիպի Պուտինի հետ իր առաջիկա մերձավոր արևելյան շրջագայության ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահին ուղղել են լրագրողները Սպիտակ տանը։ Չեմ կարծում, բայց մենք շատ լավ խոսակցություններ ենք վարում, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ինչպես այս շաբաթվա սկզբին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը մայիսի կեսերին նախատեսված որևէ ուղևորություն չունի մերձավոր արևելք։ Թրամփը ապրիլին ազդարարել էր, որ ակնկալում է ինչ-որ պահի հանդիպել Պուտինի հետ։ Այնուհետև նա առաջարկել էր, որ հանդիպումը կարող է կայանալ շուտով իր մերձավոր արևելք կատարած այցից հետո։ Մայիսի 12-ից 16-ը նախատեսված է Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հնդկաստանի ոստիկանությունը կիսառազմական անձնակազմի աջակցությամբ ուժեղացրել է մայրաքաղաքի կառավարական շենքերի, օտարերկրյա դեսպանատների եւ այլ կարևոր կառույցների անվտանգությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության սրման պայմաններում ըստ առկա տեղեկությունների ավելացել են պարեկային խմբերը կառավարական շենքերի, օտարերկրյա դեսպանատների, կոյուղու մաքրման կայանների, դատարանների եւ մեծ երթևեկության վայրերում շուկաները, երկաթուղային կայարանները, առևտրի կենտրոնները, զբոսայգիները եւ մետրոյի կայարանները նույնպես ավելի ուշադիր են հսկվում։ Աճող լարվածության պայմաններում Դելիի ոստիկանության բոլոր աշխատակիցները չեղյալ են հայտարարվել մայիսի 8-ի երեկոյան իրենց արձակուրդը։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը արաբական միապետությունների ղեկավարներին հրավիրել է Էր Ռիադ մասնակցելու ԱՄՆ եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Բահրեյնի թագավորի խորհրդական Նաբիլ Ալ Համերը։ Թագավոր Սալման բեն Աբդուլազիզը Պարսից ծոցի երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու համագործակցության խորհրդի եւ մայրաքաղաք Ռիադում կայանալի գագաթնաժողովին։ ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցը ծոցի երկրներ կլինի երկրորդ արտասահմանյան այցը ամերիկյան վարչակազմի ղեկավարի համար, ով ապրիլի 29-ին Վատիկանում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում սերտ կապեր է հաստատել Պարսից ծոցի երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ։ Ակնկալվում է, որ առաջիկա ուղևորության հիմնական նպատակներից մեկը կլինի ներդրումների ներգրավումը ամերիկյան տնտեսություն։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր հետ եւ բարձրաստիճան կուսակցական եւ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փենյանում Ռուսաստանի դեսպանատուն նշելու հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության ղեկավարն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ խորհրդային ժողովրդի հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ աննախադեպ ու վճռական ազդեցություն է ունեցել ողջ մարդկության ճակատագրի ու ապագայի վրա։ Շնորհավորելով ռուս ժողովրդին, տոնի արդիվ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ Փենյանն ու Մոսկվան միշտ միասին կլինեն, ընդգծելով, որ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության եւ Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերություններն ու բարեկամությունը հասել են իսկական զինակից եղբայրների։ Գերմանիայի նոր արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի մնալ Ուկրաինայի հիմնական դաշնակիցներից մեկը եւ կաջակցի Կիևին մինչեւ Ռուսաստանը չավարտի հակամարտությունը։ Նրա խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։ Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է եւ կանենք դա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչեւ Ռուսաստանը հասկանա, որ այս պատերազմը պետք է դադարեցվի, որ մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ որ մենք պետք է արագ եւ հետեւողականորեն իրականացնենք հրադադարը, ասել է Ուեյդե Ֆուլը։ Եվրահանձնաժողովը լրացուցիչ 3 միլիարդ եվրո կհատկացնի Եվրամիության երկրներին միգրացիոն նոր քաղաքականություն իրականացնելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Կարևոր է իրականացնել մեր միգրացիոն պայմանագիրը այն իրականություն դարձնել, եւ դա տեղի է ունենում ներդրումների եւ մեծ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո ենք հատկացնելու այս թեմային։ Սա միջնաժամկետ վերանայման արդյունքն է։ Մենք կունենանք ավելի ամուր արտաքին սահմաններ, ասել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Այս տարվա սկզբին Եվրահանձնաժողովը առաջարկներ էր ներկայացրել խստացնել անօրինական միգրանտների դեմ պայքարը, այդ թվում Եվրամիությունից դուրս անօրինական միգրանտների համար կալանավայրեր ստեղծելու միջոցով, թեև դա նախատեսված չէ եվրոպական կանոններով։ Եռատոնը պետք է ոչ թե հուշ դառնա հեռումի բան պատմության խորքերում գտնվող, այլ վերակազմավորվելու, առաջ գնալու եւ մեր հաղթանակները ետ նվաճելու միջոց։ Այս մասին եռաբլուրում ասել է Բագրատ Սրբազանը, խոսելով օրվա կարևոր խորհրդի մասին։ Պարտված Հիսուս չի խոսում խաղաղության մասին, այլ հաղթած Հիսուս է խոսում խաղաղության մասին։ Հիմա մեր իրավիճակը նույնն է։ Եվ մենք կոչված ենք ուղղակիորեն այսօր այս ցավը մեր մեջ ներառելով, մեր սրտերում, մեր մտքերում պահելով, գնալ դեպի հաղթանակի տեսիլքը, այլ կերպ չունենք ապրելու, հնարավորություն էլ չունենք։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բաքվի հետ բանակցություններին։ Ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, նշել է Միրզոյանը։ Նշենք, որ շուրջ 2 ամիս է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի վերջին հոխորտալից ելույթի ժամանակ թիրախավորել էր ընդդիմադիրներին, նշելով, որ նրանց պետք է գցեր ԱԱԾ-պատվալները։ Թեև Փաշինյանն առանց անուն տալու էր գոռգոռում, բայց ըստ մամուլի տեղեկությունների հասցեատերը պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն արձագանքել է Փաշինյանի նշանառության տակ հայտնվելու եւ իր հասցեին ասված խոսքերին։ Պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում եւ այդ ամեն ինչը վերածում է հիստերիայի եւ
տեսակ չէ, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս, մարդ թափ տալիս, ինչպես նախկինում, չգիտեմ, տարբեր ժեստերով խոսում, վիրավորում, դու երկրի ղեկավար ես, բոլոր այսպես կառույցները քո ենթակայության տակ են։ Ինչ իմաստ ունի, որ երկրի ղեկավարը ինքն է ձեռք թափ տալիս եւ այլն։ Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռք թափ տալու կամ մեր նման այսպես ազատ առանց որևիցե մի այսպես պահակախմբի քայլելու մեր երկրի վրա։ Հաղթանակը հետ կբերենք, մենք պարտության հետ չենք համակերպվելու։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ Ալբերտ Բազեյանը, սակայն կարծում է այս իշխանության հետ հաղթանակի հասնել հնարավոր չէ։ Խաղաղություն չեն մուրում։ Խաղաղություն է ուզում, պատրաստիր պատերազմի։ Խաղաղությունը պետք է պարտադրել հաղթանակով։ Իսկ այս պայմաններում, այս իշխանության պայմաններում մենք հաղթանակի հասնել չենք կարող։ Ալիևը անդադ նոր պահանջները դնելու մեր ժողովրդի ու մեր պետության հանդեպ ու դնում է այդ պահանջները։ Ուզում է Զանգեզուրի միջանցքը։ Ուզում են, որ 300,000 ադրբեջանցի իբրև թե Հայաստանից տեղահանված գան ապրեն Հայաստանում, որ ադրբեջաններն դառնա Հայաստանում ուրեմն երկրորդ պետական լեզու, որ Սևանը Գյոքչա է, Երևանը Ռևան խանի հիմնադրած, ըստ իրենց Ռևան խանի հիմնադրած քաղաքն է, ուրեմն կեղծում են պատմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանականները դրել են Հայաստանի պատմությունն են կեղծում, հանձնարարական են տալիս, որ պետք է ոչ թե գրել հայոց պատմություն, Նիկոլը հայտարարում է, որ պետք է լինի Հայաստանի պատմություն, այսինքն հայ ժողովուրդը, որը ապրել է դարեր շարունակ տարբեր երկրներում, նրանց բոլորին մոռանանք եւ երբ որ Հայաստանը ունեցել է պետականություն, այդ ժամանակվա պատմության մասին գրենք։ Սա է նրանց ուրեմն դիրքորոշումը։ Անդրադառնալով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև տարաձայնություններին, Բազեյանը հորդորել է մի կողմ թողնել ամբիցիաները եւ կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցի շուրջ։ Գործող ապազգային թուրքամետ իշխանությունը թողած իրար են քննադատում։ Եղբայր բերեք միավորվենք, մեր ասած հետեւյալն է՝ մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր ամբիցիաները, հավակնությունները, ապագայի պաշտոնի եւ այլն, մի կողմ թողեք ձեր քաղաքական կողմնորոշումներն ու դիրքորոշումները, մի մասը ռուսամետ, մի մասը արևմտամետ, բերեք համախմբենք մեր գաղափարի շուրջ, համախմբենք, ոտքի անենք մեր ժողովրդին, հեռացնենք այս ապազգային իշխանությանը։ Բնականաբար հանրությանը արդեն ասացի կներկայացվի մեր պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական ծրագիր, որովհետև առանց այս իշխանության հեռացնելու մենք չենք կարող լուծել մեր ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները։ Մենք բնականաբար ակնկալում ենք, որ իշխանափոխությունից հետո նոր ձևավորված Հայաստանի իշխանությունը իրականացնելու է մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Տյումենի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը ուղերձ է հղել հաղթանակի օրվա առթիվ։ Մայիսի 9-ը հատուկ օր է մեծ հաղթանակի եւ ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական սխրանքի օրը։ Այո, սա մեր ընդհանուր սուրբ տոնն է։ Ի վերջո հայրենական մեծ պատերազմում հաղթանակը դարձավ խորհրդային ժողովրդի անհավատ ալիքաջության, աննկուն կամքի եւ հոգեվոր մեծության խորհրդանիշը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով են անցել մեր նախնիները հանուն ընդհանուր հաղթանակի, որը միավորել է խորհրդային միության տարբեր ժողովուրդներին։ Չնայած այն հանգամանքին, որ հաղթանակը թանկ արժեցավ խորհրդային միության համար, խորհրդային զինվորը կարողացավ կորուստների, դժվարությունների եւ սովի մեջ պահպանել եւ կրել իր ազգային բնավորության լավագույն գծերը։ Դրանով ցուցաբերելով ընկերակցության եւ բարեկամության բարձր զգացում խորհրդային միության բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Սա եւս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդն անպարտելի է, եթե միասնական է։ 2023 թվականին Տյումենում բացվեց ռուս-հայկական բարեկամության այգին, որը կրում է խորհրդային միության կրկնակի հերոս մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի անունը։ Հուշարձանի հանդիսավոր բացման օրը Տյումենի հայկական մշակութային կենտրոնի գործունեության շրջանակներում գործող Նաիրի պարային համույթի սաները կրկնեցին իրենց նախապապերի Քոչարի հաղթական պարը։ Այդ օրը պատվավոր հյուրերի թվում էր նաև հայրենական մեծ պատերազմի
վետերան Հայաստանից տուն են եկած 99-ամյա Ներսես Օգանեսովիչ Սիմոնյանը։ Թող հաղթանակը եւ դրա հիշատակը միշտ մեզ հետ լինեն, մեր սրտերում բարի ձեռնարկումներ, մշտական հոգատարություն, ավագ սերնդի նկատմամբ եւ աշխատանքում ի բարօրություն հայրենիքի։ Շնորհավորում եմ բոլորիս հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ասված է ուղերձում։ Этот день победы ворогам промах. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին հաղթանակի 80-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքի եւ համերգի համար։ Հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Պուտինը ջերմորեն ողջունում է իր գործընկերներին, սեղմում է նրանցից յուրաքանչյուրի ձեռքը, փոխանակվում ողջույններով եւ համատեղ լուսանկարվում։ Մոսկվայի Կարմիր հրապարակ է ժամանել ռազմական տեխնիկա հաղթանակի շքերթի համար, հաղորդում է Իզվեստիան։ Հրատարակության տվյալներով շքերթին մասնակցող անձնակազմերը հայտնել են իրենց պատրաստության մասին եւ շարժիչները արդեն գործարկվել են։ Լրատվամիջոցների աշխատողներին սաղավարտներ են բաժանել։ Այս տարի հաղթանակի շքերթին 3 անգամ ավելի շատ ռազմական տեխնիկա կլինի նախորդ տարվա համեմատ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի կենտրոնում կցուցադրվեն նաեւ մեքենաների նոր մոդելներ, որոնք առաջին անգամ կմասնակցեն շքերթին։ Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակով կանցնեն զրահատեխնիկայի, հրթիռակիրների, տրակտորների, տանկերի եւ այլ թրթուրավոր տրանսպորտային միջոցների շարասյուններ։ Զինվորական անձնակազմի միացյալ գնդերի անցնելուց հետո կհայտնվեն ռազմական տեխնիկայի շարասյուններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ հրաժեշտ տալով հյուրերին ասել է, որ մայիսի 8-ը շատ լավ է անցել։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հերքել է բոլոր մեղադրանքները, որ ինքը ճանաչողական խանգարումներ ունի։ Այս մասին նա հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում։ Նրանք սխալվում են, դա հաստատող ոչինչ չկա, ասել է Ջո Բայդենը։ Սպիտակ տան նախկին ղեկավարը այն ժամանակ տեղի ունեցածը բացատրել է իր վրա ընկած բազմաթիվ խնդիրներով 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման հետևանքներով, COVID-19 համավարակով եւ այլ դժվարություններով։ Հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդի աշխարհիկ անունը Ռոբերտ Պրևոստ կենսագրության փաստերին։ Ամերիկյան CNN հեռուստալիքը դրանք հրապարակել է իր կայքում։ Հրատարակության մեջ նշվում է, որ Վատիկանը Պրևոստին համարել է ամերիկացի կարդինալներից ամենաքիչ ամերիկացին, չնայած այն հանգամանքին, որ նա ծնվել է Չիկագոյում։ Ֆրանցիսկոս Պապը նրան հարգում էր եւ շատ բարձր էր գնահատում, ասել է CNN-ի Վատիկանի թղթակից Քրիստոֆեր Լեմբը։ Լրագրողի խոսքով նախորդ Պապը Պրևոստին համարում էր կարող առաջնորդ։ Պրևոստը ավգուստինյան միաբանության անդամ է եւ 10 տարուց ավելի ղեկավարել է միաբանությունը որպես դրա գեներալ վերադաս։ Բացի այդ, նորընտիր Պապը մեծ ղեկավարման փորձ ունի։ Ֆրանցիսկոսը Պրևոստին նշանակել է եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտի պաշտոնում, որը պատասխանատու է եպիսկոպոսության տեխնացուների գնահատման եւ նոր նշանակումների վերաբերյալ առաջարկություններ անելու համար։ Նա նաեւ Լատինական Ամերիկայի հայրապետական հանձնաժողովի նախագահ էր։ Ի թիվս այլ բաների Պրևոստը կենտրոնացած է միսիոներական աշխատանքի վրա։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն պատասխանատու է համարում Դոնալդ Թրամփի սպիտակ տուն վերադառնալու համար։ Ես պատասխանատվություն եմ ստանձնում, քանի որ տեսնում եք, ես էի պատասխանատուն եւ նա հաղթեց։ Այսպիսով, ինչպես հասկանում եք, ես պատասխանատվություն եմ զգում, ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։ Բայդենն ասել է, որ որոշակի մեղքի զգացում ունի, որ իր վարչակազմի օրոք ընտրողները մտահոգություններ ունեին սահմանային անվտանգության եւ կենսապահովման արժեքի վերաբերյալ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Հաղորդում է Strana Yuan։ Քաղաքական գործիչների զրույցի մանրամասները չեն տրամադրվում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացումից հետո իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույց ունենալու ծրագրերի մասին։ ԱՄՆ նախագահը չի մանրամասել, թե ինչ հարցեր է մտադիր քննարկել Զելենսկու հետ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, նույնիսկ այսօրվանից այս մասին հայտնել իր Telegram ալիքում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։ Նրա խոսքով նման երկարաժամկետ հրադադարը կդառնա դեպի խաղաղություն շարժման իրական ցուցիչ։ Միայն իրական, որպեսզի հրթիռային հարվածներ, անօդաչու թռչող սարքեր չլինեն եւ ճակատում հարյուրավոր կրակոցներ չհնչեն, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները կարող են օգնել այս նպատակին հասնելուն հարցում։ Այսօր մայիսի 9-ն է հաղթանակի 80-ամյակի Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։ Այս առիթով պաշտոնյաներն այցելել են հաղթանակի զբոսայգի եւ Եռաբլուր Պանթեոն։ Եռաբլուր են այցելել նաեւ պատերազմներում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում իրենց միակ որդուն կորցրած ծնողներն ասել են. Եռաբլուրում միայն աղքատ ընտանիքների զավակներն են, իսկ իրենց ապրելու միակ ուժը 3 անչափահաս թոռնիկներն են։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը։ Այս մասին հաղթանակի օրվա մայիսի 9-ի առիթով հղած իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանում ասված է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, ընդգծել է Փաշինյանը։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի արդիվ ուղերձներ են հղել նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահները, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում ասված է. Հարգելի հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների եւ ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու եւ միասին կառուցելու ենք ավելի հզոր եւ խաղաղ Հայաստան։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր ուղերձում նշել է. Ոչինչ անվերադարձ կորցված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվայի Կարմիր հրապարակ, որտեղ կանցկացվի հաղթանակի շքերթը։ Փաշինյանին դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիսավոր շքերթից առաջ Ռոսիա 1 հեռուստաալիքի լրագրողը ներկայացրել է Կրեմլ ժամանող հյուրերին։ Մասնավորապես ՀՀ վարչապետին ներկայացնելիս ասել է. Հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին, ներողություն եմ խնդրում Հայաստանի վարչապետին։ Հրադադարի խախտումների վերաբերյալ Հայաստանը հետաքննություն է կատարել եւ փոխանցել Ադրբեջանին, ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարելով, որ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը։ Հայաստանը հետաքննություն է կատարել ու փոխանցել է Ադրբեջանին։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ հրադադարի խախտումներ չեն եղել, հավելել է Արմեն Գրիգորյանը։ Ռուսական ավիաընկերությունները վերադարձել են իրենց չվերթների սովորական ժամանակացույցին, հաղորդում է Ռոսավիացիան։ Ռուսական առաջատար ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ներքին քաղաքացիական ավիացիայի ուղևորափոխադրումների 96%-ը, վերադարձել են իրենց սովորական ժամանակացույցին համապատասխան չվերթներ իրականացնելուն։ Գարուն ամառ նավիգացիոն սեզոնի շրջանակներում, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները դադարեցնի իր միջնորդական ջանքերը Ուկրաինայում, նրա տեղը կարող է զբաղեցնել Թուրքիան կամ Չինաստանը։ Նրա խոսքերը մեջբերել է Եվրոպայսկայա Պրավդան։ Սիկորսկին ընդգծել է, որ Լեհաստանը Միացյալ Նահանգներին հաջողություն է մաղթում Ուկրաինայում հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում։ Սակայն եթե այս ուղին ձախողվի, կան այլ թեկնածուներ։ Կա Թուրքիան, որը պահպանում է կապի ուղիները, եւ հետո առաջին հերթին կա Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրը մենք գլուխ ենք խոնարհում միլիոնավոր մարդկանց սխրանքի առջև, ովքեր անհավանական ջանքերի գնով փրկեցին աշխարհը ֆաշիզմից։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում մեծ հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ընդգծելով հայ ժողովրդի զգալի ներդրումը այդ հաղթանակում։ Նա հիշեցրել է, որ ամբողջ խորհրդային միության տարածքից 1941-ից 45 թվականների պատերազմի ընթացքում զինվորագրվել է մոտ 600,000 հայ, ավելի քան 200,000-ը իրենց կյանքն են տվել համաշխարհային չարիքի ֆաշիզմի դեմ պայքարում։ Բազմաթիվ հայ ականավոր գեներալներ ու մարշալներ, մարշալ Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, մարշալ Ագանովը եւ մյուսները ոսկե տառերով են գրել իրենց անունները պատմության տարեգրության մեջ, շեշտել է Արման Վարդանյանը, ԽՍՀՄ
ՀՀ ամենաբարձր կոչմանն արժանացած ավելի քան 100 հայորդիներից առանձնացնելով հատկապես խորհրդային գրոհային ավիացիայի լեգենդար հայօթաչու խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրանքները։ Будущий дважды герой. Родился 15 марта 1913 года в городе Шуши, в Карабахе, в армянской семье. В боях Великой Отечественной войны Степанян совершил 259 боевых вылетов, потопил 13 вражеских кораблей и судов, 1 миноносец, 2 сторожевых корабля, 1 тральщик, 2 сторожевых катера, 2 торпедных катера, 5 транспортов, десятки кораблей врага. При боевых действиях над сушей уничтожил 80 фашистских танков, 600 автомашин, 40 орудий артиллерии, 40 орудий зенитной артиллерии и 40 установок малой зенитной артиллерии, 27 самолетов, из них 2 это бомбардировщики Ju-88, легендарные в то время. Остальных он уничтожил в аэродромах, они уже даже не успели взлететь. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ Թեհրանը կբախվի սարսափելի հետևանքների, եթե տարածաշրջանի տարբեր խմբավորումներ, ինչպիսիք են Անսար Ալլահը, Հութիները Եմենում կամ Հեզբոլլա, Լիբանանում շարունակեն սպառնալ կամ հարձակվել Թել Ավիվի վրա, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում եւ ղեկավարում է Հութի աբեկչական կազմակերպությունը։ Վստահված անձերի համակարգը ավարտված է եւ չարի առանցքը փլուզվել է։ Դուք Իրանի իշխանությունները անմիջական պատասխանատվություն եք կրում։ Մենք ձեզ հետ ենք Թեհրանում, կանենք նույնը, ինչ արեցինք Բեյրութում, Հեզբոլլահի, Գազայում, Համասի, Դամասկոսում, Ասադի եւ Եմենի հութիների հետ, ասել է նախարարը։ Նախարարի խոսքով Իսրայելը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանվել ցանկացած սպառնալիքից եւ ցանկացած թշնամուց, ուստի հութիների Իսրայելի տարածքի վրա հարձակումները շարունակելու փորձերը կհանգեցնեն ծանր հետևանքների։ Ռուսաստանը իր օրինակով արժանի դիմադրություն է ցույց տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը եւ միջամտությանը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը։ Ռուսաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է նա արժանապատվորեն դիմադրում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ միջամտությանը, ինչպես նաեւ չնայած արևմուտքի կողմից սահմանված բաժամիջոցներին ցուցադրում է քաղաքական եւ տնտեսական կայունություն, ասել է նա։ Դիազ-Կանելը Մոսկվայի ժամանել նախորդին, որը նախապես այցելել էր Սանկտ Պետերբուրգ։ Ակնկալվում է, որ Դիազ-Կանելը կմասնակցի հաղթանակի 80-ամյակի պատվին հանդիսավոր միջոցառումներին։ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կսկսի նոր B-61-13 ջերմամիջուկային ռումբի արտադրությունը։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին վկայակոչելով ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչության տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ռոբինսի ելույթը կոնգրեսում։ Առաջին B-61-13 ռումբը կարտադրվի այս ամիս, ասել է պաշտոնյան։ B-61-13-ը միջուկային ռումբի նոր տարբերակն է։ Այն ստեղծելու որոշումն ընդունվել է 2023 թվականի վերջին։ Մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է ռումբը զինել ամերիկյան կործանիչներով եւ B-21 ռազմավարական ռմբակոծիչով։ Եվրամիությունն հերթական տրանշի շրջանակներում 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանից առնչված ակտիվների հավելյալ ներդրումից ստացված եկամուտներից։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է բացառիկ մակրոֆինանսական օգնության 4-րդ տրանշը 1 միլիարդ եվրոյի չափով, դրանով իսկ ամրապնդելով Եվրամիության որպես Ուկրաինայի խոշորագույն դոնորի դերը, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի վարկավորման ընդհանուր ծավալը տարեսկզբից հասել է 6 միլիարդ եվրոյի։ Ապագայում Եվրամիությունը նախատեսում է Կիևին փոխանցել եւս 12.1 միլիարդ եվրո։ Էկոնոմիկայի հարցերով Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական եւ ռազմական առումով։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ։ Շիրակում, Լոռիում եւ Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ից 3-ը 10-ից 13-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 8-ից 3-ը 11-ից 13-ին շրջանների զգալի մասում, 9-ից 3-ը 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, 8-ին եւ 12-ից 13-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ից 11-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով, մայիսի 12-ից 13-ին կնվազի 4-ից 6 աստիճանով։